Իրանում լրջորեն քննարկում են մայրաքաղաքը այլ վայր տեղափոխելու հարցը, դրա անհրաժեշտության մասին երեկ խոսել է երկրի նախագահ Մեսուդ Փեզեշքյանը, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչու՞մն է կայանում այս հարցի ակտուալությունը։ Փեզեշքյանը հայտարարել է, որ արդեն շատ ակտուալ անհրաժեշտություն է նկատվում, նա ասել է, որ դա պարզապես հարկադրված միջոց է եւ մի քանի պատճառ կա, դրանցից մեկը էկոլոգիան է, բնական կատակլիզմները, սեյսմոակտիվությունը այդ շրջանի, որում գտնվում է մայրաքաղաք Թեհրանը, այդ շրջանում հավանական են համարվում 8 եւ ավելի բարձր մագնիտուդով երկրաշարժերը, բացի այդ օդի աղտոտվածությունը արդեն լուրջ վտանգավոր ցուցանիշների է հասել եւ նաեւ հողի իջեցման վտանգը։ Թեհրանում կան շրջաններ, որտեղ տարեկան հողը մինչև 30 սանտիմետր իջնում է մեկ տարվա ընթացքում, բայց ամենալուրջ խնդիրը դա ջրի պակասն է։ Եվ այս տարի տեղումների տեսակետից ռեկորդային է եղել, այսինքն ամենացածր ցուցանիշներն են տեղումների արձանագրվել վերջին 50 տարվա ընթացքում։ Անցած տարվա համեմատ 89%-ով նվազել է տեղումների ծավալը եւ ջրամբարները գրեթե դատարկ են, դա լրջագույն խնդիր է ստեղծել այդ մեծ մեգապոլիսի համար, այլ շրջաններից խմելու ջուր տեղափոխելը չափազանց թանկ է, ըստ տարբեր տեղեկությունների մինչև 4 եվրո 1 խորանարդ մետրի համար, այլ երկրներում շատ ավելի էժան է դա, եւ բացի այդ բնակչությունը Թեհրանի շատ արագ շարունակում է աճել, ընդամենը մոտ 100 տարի առաջ 20-րդ դարի սկզբներին 250,000 մարդ էր ապրում Թեհրանում, այժմ արդեն մեծ Թեհրանում, այսինքն Թեհրանը իր արվարձանների հետ մոտ 15 միլիոն մարդ է ապրում եւ աճի տեմպերը իսկապես անհանգստացնում են։ Այս բոլոր գործոնները միասին վերցված ստիպել են Իրանի իշխանություններին արդեն լրջորեն քննարկել մայրաքաղաքը այլ վայր տեղափոխելու հարցը։ Բայց խնդիրը նոր չէ, Արտյոմ, փորձագիտական շրջանակներում նաև միշտ շոշափվելու։ Հիմա փաստորեն ամեն ինչ այնքան լուրջ է, որ իշխանություններն են արդեն շահագրգռված։ Ինչպես հասկանում եմ, այո, հիշեցնեմ, մինչև 1788 թվականը Պարսկաստանի մայրաքաղաքը Սֆահանում էր, տեղափոխվել է Թեհրան եւ բազմիցս հնչել են կարծիքներ, որ սխալ է եղել այդ որոշումը։ Սֆահանը ավելի լավն է եղել որպես մայրաքաղաք։ Եվ անգամ Ռեզա Փեխլևի շահի օրոք ամերիկացիներն են փորձել համոզել շահին, որ ճիշտ կլինի մայրաքաղաքը տեղափոխել, բայց ոչ թե Սֆահան, այլ հարավային ինչ-որ մի քաղաք։ Այդ ժամանակ պատճառաբանությունը այն էր, որ մայրաքաղաքը չափազանց մոտ է խորհրդային սահմանին եւ խորհրդային միությունից կարող է ռազմական վտանգ սպառնալ։ Կրկին ակտիվացավ այս հարցի վերաբերյալ քննարկումները 2013 թվականին, երբ այն ժամանակվա բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանին էր այդ հարցը բարձրացրել, բայց երկրի հոգևոր առաջնորդը, այդ պահապանների խորհուրդը դեմ արտահայտվեցին։ Մեսուդ Փեզեշքյանը ընտրարշավի ժամանակ նույնպես խոստանում էր, որ նախագահ ընտրվելու դեպքում կբարձրացնի այդ հարցը երկրի փաստացի իշխանությունների առջև եւ կփորձի համոզել հոգևոր առաջնորդին։ Եվ այժմ արդեն վերջին 1 տարվա ընթացքում լուրջ քայլեր է այդ ուղղությամբ ձեռնարկում։ 25 թվականին այդ հարցը Փեզեշքյանը բարձրացրեց բոլոր ամենաբարձր մակարդակներում եւ ինչ որտեղ դրական արձագանք ստացավ։ Եվ այժմ արդեն հոգևոր առաջնորդը դեմ չէ կարծես այս հարցին, պարզապես խնդիրն այն է, թե որտեղից պետք է ճարեն այն միլիարդավոր դոլարները, որոնք անհրաժեշտ են նոր մայրաքաղաք կառուցելու կամ այլ քաղաքը մայրաքաղաքի վերածելու համար։ Բայց ինչպես գրում են որոշ լրատվամիջոցները, Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդին մտերիմ ֆինանսական եւ տնտեսական կառույցները իրենց համար շահ են նկատել այս հարցում, քանի որ հույս ունեն, որ մեծ շինարարական պատվերներ կստանան նոր քաղաքում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար, իսկ պահապանների խորհրդից, պահապանների կորպուսից շատ բան է կախված Իրանում։ Հիմա որ տարբերակն է ավելի հավանական, Արտյոմ, որևէ քաղաք կդառնա մայրաքաղաք, թե նորը կկառուցվի։ Բոլոր տարբերակներն էլ քննարկվել են։ Ժամանակին ակտիվ քննարկում էր Թավրիզը որպես հավանական մայրաքաղաք։ Հիշեցնեմ, Թավրիզը ամենաադրբեջանաբնակ քաղաքն է Իրանի եւ համարավար պատճառներից մեկը, որ հենց Թավրիզն էին առաջարկում մայրաքաղաք դարձնել,
հենց այդ հանգամանքն էր։ Այսինքն դա փորձ էր նվազեցնելու անջատողական շարժումների ազդեցությունը ադրբեջանաբնակ այդ քաղաքում։ Քննարկվում էր նաև Կազվին քաղաքի վարկածը, տարբերակը, Շիրազը, Սվահան վերադարձնելու տարբերակը, բայց Փեզեշքյանը համարում է, որ ավելի ճիշտ կլինի մայրաքաղաքը հարավ տեղափոխել եւ կոնկրետ քննարկում է Մաքրան քաղաքի տարբերակը, այն գտնվում է Օմանյան ծոցում եւ ինչը շատ կարեւոր է, մոտ է Չաբահար նավահանգստին, իսկ Իրանի ներկայիս իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում այդ նավահանգստի զարգացմանը, համարելով, որ այն հեռանկարային է եւ կարող է Իրանի տնտեսության համար մեծ հեռանկարներ բացել։ Բայց կարծում եմ ել ավելի կարեւոր է այն, որ այդ Մաքրան քաղաքը գտնվում է Բելուջիստանում։ Բելուջիստանում ապրում են այդ բելուջները, դա ազգային փոքրամասնություն է, եւ բելուջների շրջանում նույնպես տարածված են անջատողական շարժումները, անգամ զինված պայքար են վարում բելուջներից ոմանք Իրանի իշխանությունների դեմ։ Կարծում եմ մայրաքաղաքը Մաքրան տեղափոխելու նպատակը, գաղափարը նաև այս խնդրի հետ է կապված, այսինքն կրկին հակազդել բելուջների ինքնավարության կամ ինքնիշխանության ձգտման այդ շարժման։ Արդյոք բայց մայրաքաղաքի տեղափոխությունը ինչ-որ բացառիկ երևույթ չէ, հա, բազմաթիվ օրինակներ կան մայրաքաղաքի տեղափոխության։ Դե նորագույն պատմության մեջ բազմաթիվ հաջողված օրինակներ կան եւ նաեւ անհաջող, դե մեզ ավելի լավ ծանոթ օրինակը 18 թվականին Պետերբուրգից ներողություն մայրաքաղաքը խորհրդային միության տեղափոխվեց Մոսկվա, 23 թվականին Ստամբուլից Թուրքիայի մայրաքաղաքը տեղափոխվեց Անկարա ռազմավարական խնդիրների լուծման նպատակով, 61 թվականին Բրազիլիայի մայրաքաղաք դարձավ Բրազիլիա քաղաքը, մինչ այդ գիտենք Ռիո դե Ժանեյրոն էր, եւ այստեղ երկրի կենտրոնական մարզերը զարգացնելու նպատակն էին հետապնդում։ 97 թվականին Ղազախստանի մայրաքաղաքը Ալմատիից տեղափոխվեց մի քաղաք, որը այդ ընթացքում 4 անգամ իր անվանումը փոխեց, հա, սկզբից Ակմոլա, հետո Աստանա, հետո Նուր Սուլտան, հետո կրկին Աստանա։ Եվ նաև կան երկրներ, որտեղ մայրաքաղաքը հենց այժմ տեղափոխման փուլում է, դե դա ժամանակաշրջան է պահանջում, չէ՞, օրինակ մինչև 30 թվականը ենթադրվում է, որ կավարտվի Ինդոնեզիայի մայրաքաղաքը Ջակարտայից Նուսանթարա տեղափոխելու այդ process-ը, այնտեղ տնտեսական եւ էկոլոգիական խնդիրներ էին առաջացել Ջակարտայում։ Եգիպտոսում այժմ կառուցվում է մի նոր քաղաք Քահիրեից 45 կիլոմետր հեռավորության վրա, որը հավանաբար կդառնա Եգիպտոսի հաջորդ մայրաքաղաքը, դեռ անուն էլ որքան հասկանում եմ այդ քաղաքը վերջնական չունի։ Հարավային Կորեայում մայրաքաղաքը այսպես կամաց տեղափոխում են Սեուլից Սեջոն, արդեն մի շարք նախարարություններ, կարծեմ նույնիսկ բոլոր նախարարությունները տեղափոխվել են այդ քաղաք։ Անգամ Ռուսաստանում առաջարկ էր եղել Մոսկվայից մայրաքաղաքը տեղափոխվել դեպի Սիբիր, արևելյան մարզերը զարգացնելու նպատակով, վերջերս Դմիտրի Պեսկովը նախագահի մամլոխոսնակը հերթական անգամ էր հայտարարել, որ դա ակտուալ հարց չէ եւ Ռուսաստանը այժմ ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու։ Դե իսկ մեզ ավելի մոտիկ, հիշում ես երևի, որ Սաակաշվիլին իշխանության հասնելուց հետո նույնպես սկսել էր նման մի process, երկրի խորհրդարանը Թբիլիսիից տեղափոխել էր Քութայիսի, սահմանադրական դատարանը որոշ այլ պետական ատյաններ եւս, եւ թեև ինչպես հասկանում եմ, այս օրինակը պետք է հիշատակել որպես բացասական փորձ, քանի որ ինչպես հասկանում եմ չհաջողվեց։ Եվ նաեւ դու ավելի լավ կհիշես ինձանից, որ Գյումրիում էլ քննարկում էին որոշ պետական ատյաններ Երևանից Գյումրի տեղափոխելու առաջարկը, մշակույթի նախարարության մասին էր խոսքը։ Ինչպես հասկանում եմ, այս նախաձեռնությունը եւս շարունակություն չունեցավ, բայց միգուցե մի օր այն նույնպես հասունանա։ Շնորհակալություն, Արտем։